Բարև ձեզ, ես հետ Լևոն Հակոբյանն է, ձեր ուղեկիցը ֆիզիկայի հետաքրքիր աշխարհում։ Հավասարաչափ փոփոխական շարժում։ Բարեկամներ, եթե բնության բոլոր շարժումները այսպես սխեմատիկ կերպով պատկերենք, այդտեղին շրջանի միջոցով որպես մեխանիկական շարժում, ապա հավասարաչափ շարժումը շատ փոքր մաս կկազմի նրա մեջ։ Ես պատկերել եմ հավասարաչափ շարժումը ուրիշ գույնով, որտեղ այդ շարժումը տեղի ունենում հաստատուն արագությամբ, դեն հավասար է կոնստանտ։ Մնացած մասը անհավասարաչափ շարժում է։ Այժմ բոլոր անհավասարաչափ շարժումներից ընտրենք այնպիսի շարժումներ, որոնք ժամանակի ընթացքում արագությունը փոխում են, բայց այդ փոփոխությունը տեղի է ունենում հավասարաչափ կերպով։ Այդպիսի շարժման կանվանենք հավասարաչափ փոփոխական շարժում։ Դրանք այն շարժումներն են, որտեղ ցանկացած հավասար ժամանակամիջոցում ճիշտ արագությունը փոխվում է, բայց այդ փոփոխությունը տեղի է ունենում միևնույն չափով։ Այն շարժումը, որի դեպքում ցանկացած հավասար ժամանակամիջոցում մարմնի արագությունը փոխվում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ փոփոխական շարժում։ Այս սահմանումից հետևում է, որ մարմնի արագության փոփոխության հարաբերությունը այն ժամանակին, որի ընթացքում տեղի է ունեցել այդ փոփոխությունը, հաստատուն մեծություն է։ Այն կանվանենք հավասարաչափ արագացող շարժման արագացում և կնշանակենք R տառով։ Այստեղ ես վեկտորների նշանները չեմ դրել, բայց ասենք, որ արագացումը վեկտորական մեծություն է։ Արագացման վեկտորը հավասարաչափ արագացող շարժման հիմնական բնութագրիչն է։ Արագացման միավորը ՄՀ-ում, միավորների միջազգային համակարգում, 1 մետր/վայրկյան քառակուսին է։ Կասենք, որ մարմնի արագացումը 1 մետր/վայրկյան քառակուսի է, եթե նրա արագությունը 1 վայրկյանում փոփոխվում է 1 մետր/վայրկյանում։ Հավասարաչափ արագացող շարժումը բնության մեջ տարածված շարժում է։ Որպես օրինակ քննարկենք թեքհարթության վրա գլորվող մարմնի շարժումը։ Այստեղ տեսնենք, թեքհարթությունը դրված է այնպես, որ գնդիկը գլորվում է ընդամենը 4 վայրկյանում։ Սակայն մենք տեսնում ենք, որ հավասար ժամանակամիջոցներում գնդիկի անցած ճանապարհները հավասար չեն։ Գնդիկի շարժումը հավասարաչափ արագացող է։ Բարեկամներ, նշենք նաև հավասարաչափ արագացող շարժման հիմնական կինեմատիկական հավասարումների մասին։ Այստեղ անհավասար է V-V0 բաժանած T հավասարաչափ արագացող շարժման սահմանումն է, որտեղից կարող ենք ստանալ V-ն հավասար է V0 + AT արագության կախվածությունը ժամանակից և իհարկե չենք ապացուցի, բայց ճանապարհի բանաձևը հավասարաչափ արագացող շարժման ժամանակ T ժամանակի ընթացքում։ Նաև նշենք, որ հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկը ուղղակի է, այստեղ T առանցքից կախված V արագության գրաֆիկը ուղղակի է, որի թեքությունն էլ հենց կախված է, թե ինչ արագացումով է շարժվում մարմինը։ Բարեկամներ, իհարկե այս դասը կարող է ձեզ տալ միայն ամենահիմնական տեղեկությունները հավասարաչափ արագացող շարժման մասին և ավելի խորը տիրապետելը համար գոնե ավելի մի քիչ շատ ժամանակ է հարկավոր ձեզ տրամադրել ինքին,
Բայց ասեմ, որ եթե ձեր մոտ առաջացան հարցեր կամ ունեք խնդիրներ կապված ընդհանրապես ֆիզիկայի հետ, կարող եք հարցնել կոմենտների միջոցով, սիրով կպատասխանեմ։ Առայժմ տեսություն։